Բարի երեկո հարգելի ունկնդիրներ, ահա Վասիկ այսօր չորեքշաբթի է եւ ձեզ հետ ենք դարձյալ թիմանագար հայտակրին մեր հաղորդաշարով։ Ինչպես ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք գշարունակենք հանդիպիլ եւ ծանոթանալ, բացահայտելու այնպիսի հատկանշական անձնավորություններ, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Դիմանագար հայտակրին գրնակեդևիլ վանացանի գայքեչով voiceofone.net եւ պտիչայն հերացանի radio Voice of One live ծրագիրով, ինչպես նաեւ թիմադեդրի մեր էջով։ Հարգելիներ, թիմանագար հայտակիրը այսօր կհյուրընկալ է բացառիկ մտավորակամը, որուն կյանքը ճամփորդություն մնե համալսարաններու, ամբիոններու, համաշխարհային փեմերու եւ եկեղեցվո միջև։ Մեր հյուրը միայն նվակավար կամ երաժշտակետ չէ։ Անգամուրջ մնե մշակույթներու, ժողովուրդներու եւ հավատքի աշխարհներու միջև։ Տարիներ շարունական ուսումնասիրած եւ մեկնաբանած է հայկական շարականները եւ տնտեսյանի մտածողությունը եւ կոմիտասյան մշակումները։ Նվիրված է հայ հոգեվոր եւ գիտական կյանքին, միաժամանակ ներկայ է միջազգային ակադեմիական եւ արվեստագիտական թեմերուն վրա, հայկական ինքնությունը ներկայացնելով մեծ բնախնդրությամբ եւ արժանապատվությամբ։ Ուրախությամբ կողջունենք մեր հյուրը բարեշնոր դոկտոր Հայկ Սարգսակ Պիչիջյանը։ Բարի եկած եք։ Ողջույն, բարի տեսանք։ Ինչպե՞ս եք։ Պարկաստուձո դակավին կենտանի եմ բավական մեծ վիրապուժական գործողության ենթարկվեցա ասկե շաբաթ առաջ, սակայն ապակինումը շատ լավ կընթանա պարկաստուձո եւ շատ երախտաբար եմ։ Մենք ալ երախտաբար ենք եւ շնորհակալ ենք, որ ձեր այս վիճակին մեզի ընթարացեցիք եւ ուզեցիք մաս կազմել մեր թիմանագարի հաղորդաշարին, հարստացնելով անշուշտ մեր հաղորդաշարը։ Շնորհակալ ենք։ Ամենայն սիրով խնդրեմ, ես շնորհակալ եմ։ Բարոն Տիջան, դուք ծնած եք Կիպրոս, հայկական միջավայրի մեջ։ Ինչպես այդ համայնքը եւ ընտանեկան շրջանակը ձևավորեցին ձեր ներաշխարը։ Իմ այդ ծննդավայրիս միջավայրը մեծ թեր ունեցած է իմ վրաս մանավանդ այն ժամանակին երբ ես մանկությունս անցուցի Կիպրոս, այսինքն 70-ական թվականները գլխավորապես եւ քիչ մը 80-ականները դակավին Կիպրոսի հայ համայնքը այսպես շատ սերտ ներքին հարաբերություններով մեգս մեգու սերտորեն կապված համայնք մներ մինչև 1963 նույնիսկ Կիպրոսի մայրաքաղաքի Նիկոսիո հին պատմական քաղաքի բարիսմները ներս հայկական թաղ մգար փոքրիկ Հայաստան մգար կարելի է ասել բամը որ Լիբանանու բարակային բուրչամուդը գրնացեցի հիշեցնել եւ յուրաքանչյուր արդու երեգո ժամերկություններ գլային եւ հայ խանութբանը հայ պաշտոնյան իրենց կորձին չկացած եկեղեցի գգենային մոմը գվարեին արարողության մասնակցին եւ այնուհետեւ իրենց օրվա սպաղումներուն գնվիրեին իրենց չանկերը թբրոցներ գային ագումբ կրատարան եւ յուրաքանչյուր հայ իր ասկագիցները գջանշնար եւ այսպես շատ մոդիկ էր անշուշտ 1963-ին ես դակավին ծնած չէի այնադեն անշուշտ բայց 1963-ին երբ միջհամանքային փախումներ դեղի ունեցան գլխավորապես հունաց եւ թրքած միջև հայկական թաղնալ ասոնց միջև եւ թեև հայերը բավական լավ հարաբերություններ ունեին գիբրացի թրքած հետ վերջի վերջո շատ մը գիբրահայեր ադանայեն քաղտածին կամ գիլիգյան չարտերեն յետ եկած էին ոմանք ալ մեծ եղերնեն յետքը եւ գամ թրքախոսեին եւ գամ առնվազն շատ լավ թրքերեն գխոսեին հետեւաբար լեզու կդած էին դեղվույն թրքացեր սակայն հույներուն հետ այս հագամարտության ընթացքին հայերը մեջտեղ մնացին եւ ստիպեցան փախուստ գործել եւ անշուշտ այսպիսի բարականերու ինչպես գիտենք թուրքերը արիտեն օկուտ գքաղեն ուրեմն այդ հայ թաղը գրավվեցավ եւ զորոնակի մորենական մեծ մայրս մեծ մորակույրերս իրենց ունեցած գործընծուցին միայն գրցան լուսանգարներու 1-2 ալբոմ հետերնին շալգել եւ ցայսօր այդ շենքերը եւ այդ գալվածները եւ եկեղեցին եւ նախկին առաջնորդարանը գրավված կմնան
թեև մերտ մեզի արդյունություն կդրվի հոն դարին մեկ կամ երկու անգամ արարողություններ ունենալու այդ եկեղեցվին մեջ, զոր միացյալ ասկերը վերագառուցին եւ այո, շտկեցին, ձեպեցին եւ այլն։ Ուրեմն ադիգա բադահած էր, հետո 1974-ի ներխուժումն ալ բադահած էր, որով հայ համայնքը մեծ հարվածներու ենթարկված էր եւ շատերը փախուստ կորդած էին այլ երկիրներ, ինչպես Լիբանանու բարակային ալցեցի ծանոթ է, երբ պատերազմ տեղի ունենա, ոմանք գարչած կմնան իրենց տեղերը, բայց ոմանք ստիպված կլան ուրիշ տեղեր աբաստանելու եւ վերջի վերջո Ամերիկա կամ Կանադա կամ Ավստրալիա կգաղթեն եւ ուրեմն քաղուտ կամ համայնքը իր նախկին парքը եւ իր նախկին զորությունը կրնագործնել Գիբրոսի բարակային անշուշտ Գիբրոսի աշխարհագրական թիրքը այն բարեփոխությունը ուներ Գիբրոսի տեսակետով կամ Գիբրոսի հայ համայնքի տեսակետով, որ ամեն անգամ ուն երբ այլուր աղետը բադահեցավ, հայասկի անցեր ուրիշ տեղերը Գիբրոսի անելու, որով գհիշեմ, որ մեր օրինախագ սակայն Լիբանանու այդ քաղաքային բادرազմի հետևանոք նոր տասնգերներ եկան եւ մեր տասարանը դարձյալ ջոխացավ իսկ ադգե երբ Հայաստանի երկրաշարժը դեղի ունեցավ դարձյալ հայեր եկան եւ այդպիսով համայնքը նոր ուժերով ներարգվեցավ բայց դակավին իմ մանկությունս եւ բադանեգան դարիներս այսպես իրարու շատ մոդիկ էին թեև աշխարհագրական տեսակետով հայկական թաղ չկար այլև եւ ծիրուցան եղած էին եւ նաեւ այդ դարիներուն հոգելույս դեր Զարեհ Վարդապետ Ազնավորյան իբր եկած էր իբր կաթողիկոսական փոխանորդ եւ նոր ոգի ներշնչած էր, որով հայ համայնքը որոշեց իր ջիքերով, թեև եւ այլ համայնքներու օրինակ Գերմանիո Վեստֆալիո փողոքականները մեծապես նյութաբես նպաստեցին, բայց ուրեմն այդ նպաստներով հանդերձ, բայց գլխավորապես իր ուժերում գրավելով հայ համայնքը նոր եկեղեցի մը գառույց Ուրեմն այդ մտնոլորտին մեջն է, որ ես իմ մանկությունս անցուցի, եւ մեր ուսուցիչները Նարեկ ասկային վարժարան, ոմանք թեև գտժվարանամը սրութ է մեծ եղերնեն մազաբուրդ փախուստ կործած էին իրենք, բայց այդպիսիներու զավակներն էին։ Ուրեմն որոշ ասկասիրական հարազատ իղծեր եւ մարմաչներ ունեին, իրենց գիտությունը մեզի չամպել մեզի փոխանցել իրենց համար այսպես անձնական առաքելություն մներ Փամը որ սերունդներու ընթացքին գամած այդ սկացումը կդգարանա եւ ուսուցիչները ինչպես ուրիշ կորձ ունեցողներու պես հասարակ պաշտոնյաներ կդառնան բայց դակավին այդ սերունդը շատ զորավոր առաքելության սկացում ուներ հետեւաբար մեր ուսուցիչները իսկապես ամեն ջիկ ի կորձ գտնեին որբեսի լավ սորվինք ոչ միայն մեր լեզուն եւ մեր պատմությունը այլ բոլոր գիտությունները եւ ուսողությունը բայց նաեւ պետք է ասել որ ես իմ հայկական գրթությունս միայն մինչև 11 տարեկանս ստացած եմ Նարեգասկային վարժարանեն շրջանավարտ եղա 11 տարեկանից եւ անգլիական վարժարան շարունակեցի իմ ուսումս իմ միջնագարկային ուսումս սակայն հայրեն լեզվի եւ հայագիտության մագարտակը այն ժամանակ խիստ բարձր էր Ադիգա չի նշանակեր թե ատգեի վեր իմ հայրենս չհարաչ դիմեց սակայն այդ փափակը եւ այդ կորձիկները որ մարդ հետո գարենա ինքնաշխատությամբ իր լեզվին դիրությունը բարելավել եւ ամուր հիմանց վրա գերդել շարնագել ադիգա մեզի այդ փոքրիկ դարիքեն արդեն իստրվեցավ իսկ մեզ մե առաջ իմ մորս սերունդը նախագրտարան իրենք գրապարալ գնեին ինչ որ մենք մեր adene չգար Ուրեմն այդ միջավայրը մեծ աստեցություն ունեցավ նաև հետևյալ մդայնությունը որ
Գուցե մեկը գրնա հիմա ասել թե ադիգա շատ ծանր բեր է փոքրիկներու ուսերուն վրա տնելու համար, ես ի վիճակի չեմ թադելու թե լավ բաներ կամ ոչ լավ Ոչ։ բաներ, բայց մեզ մե յուրաքանչյուրին այն գեցված կային մտածողությունը ներմուծվեցավ, թե ցեզ մե ամեն մեկը դուք փոքրիկ հայ տեսպան մնեք աշխարհի որ կողմը որ դուք գտնվիք պետք է ճանաք լավակույնը ըլլալ Այո։ եւ հբարդանքը ըլլալ մեր ժողովրդյան եւ ծեր բոլոր ըրածները բադասխանադվությամբ եւ լավակույնս ունել նկատի առնելով որ դուք միայն ծեր անցին համար չէ որ հաշիվ պիտի դաք այլ աշխարհի մեջ պետք է մեգական փարոս ըլլակ որ ցույց կուտա աշխարհին թե ով է հայը Շատ ճիշտ։ Ինչպես որ ասի, չեմ գրնար թադել եթե ադիգա լավ բաներ կամ ոչ, չեմ գիտեր ինչպես պիտի ըլլար եթե դարբեր ըլլար, Այո։ բայց միայն այդպես ես գիտած եմ եւ ըստ այնմ չանացած եմ իմ վարմունքս ըստ այդմ կանոնավորել։ Մարվիլ, այո։ Ադիգա չնշանակել թե միշտ հաջողած եմ, բայց լիահույս եմ, որ սարսափելի խայդարագություններ չեմ պատճառած Այո, որևէ անշուշտ։ Իսկ առաջին անգամ երբ դուք զգացիք, որ երաժշտությունը պիտի դառնա ոչ միայն սեր, այլ նաև գոչում։ Այդ հարցումին միանշանակ պատասխանելը դժվար է, որովհետև երաժշտությունը փոքրակույն տարիք է սիրած եմ, ես գիշեմ երբ տակավին իմ առաջին հիշատակներս մին այն է, որ ես իմ փոքրիկ սենյակս անգողին սպարգած, մեր դունը գտնվեր դպրոցի հունական նախագրտարանի մտիմացը, եւ երբ արդուն հույները գիշեմ ամառը իրենք մարզահանտեսի գպադրաստվեին, զանազան ազգային բարերու թողարկումներ գնվակեին, որբեսի ադիգա մդի գնելով իրենց պետ եղած քայլերը անել, կամ դողանցքներ, կամ երկեր, եւ ես իմ անգողինես ատպաները իհերուստ լսելով, ես իմ ցայնովս գերկեի նույն եղանակները հաջույքով, նաեւ առաջին երաշտական փորձառություններս ոչ միայն Տաշնամուրի առաջին տասերուն հետ եղան, անգե առաջալ երբ ես բաղարություն ունեցած էի եւ հիվանդ էի գիշեմ ինձ ծնողներս փոքրիկ այսպես բզդիկ տաշնագիկ մնվիրած էին եւ ադոր ստեղնաշարին վրա եղանակներ գանեի գճանայի համալարեր ակորդներ նվակել այդ ալ գիշեմ բայց նաեւ եկեղեցվո երկեցողությունները գիշեմ զիս մեծապես տպավորեց Ես սկիզբը երբ շատ փոքրիկ էի գնախնդրեի գիրագի օրը կնանալ կանտի եկեղեցի երթալ, բայց ինձ եսին որ ոչ այսօր եկուր շատ պիտի սիրես, թարգմանչած է կարացային երկեցողություն պիտի լա, կարացային մարացային ինչ լալարանց գիտնալու, կացած էի եւ լուսահոգի բարոն Բեդելյանը գբաշտանով էր այնադեն շատ անհավատալի բացառիկ անձնավորություն սրբագենցաղ մարդը որուն յուրաքանչյուր ցագդիկներեն այսպես երաժշտություն եւ սեր գժայթքեր եւ այդ մարդը իր բզդիկ մադիգովը այդ խումբը գղեկավարեր շատ ներտաշնակ եւ մշակված ցայներով ուրեմն գիշեմ այդ կարացային բադարակը եւ ատկե հետո մի քանի երկեր որքան տիցագեր 46 եւ այլն այդպիսի երկեր գիշեմ այդ փորձառությունը Այդ կարացային բանուրեն այս բաները ինձ ներշնչեցին, բայց նաև գհիշեմ, երբ առանցին քիչ արևելյան ոճով ոմանք կրնան ասել, թեև ադիգա ըստիսպուն հին հայկական ոճն է, ուրեմն զարդարուն տանտաղ ձանր մեղետիներ գերկեր ժամերկության ընթացքին, սուրբ պատարագի ընթացքին, անոնք ալ իրենց աստեցությունը ունեցան, հետո Զարեհ Սրբազանը եկավ, հետո բարոն Որսկանյանին ղեկավարությամբ մեր երկրորդական վարժանի, անգլիական վարժարանի Hamanvakain Nvakachumpin had Solo Tashnamurov Mozart Sansons ուրիշ բաներ նվակելու արիթ ունեցա սակայն ծեր հարցման չհաջողեցա դակավին բարձրանալ դուք ուզեցիք գիտնալ միանշանագորեն թե երբ գոչում դարձավ հիմա ես քիչ ավելի կորձնական հունի եթե փոխադրեմ ծեր հարցումը ծեր ազնիվ արդոնությամբ Գոչման սկացումը մարդ կնա փոքրիկ տարիք են ունենալ, բայց եթե ծեր հարցման նպատակը այն է թե երբ երաշտությունը իմ կորձս
Այո, դարձավ, որ որոշեցիք մե դեր աբրուստը իբր հանեմ, ասպարեզ առնել։ այո, ադիգա ուրեմն գախյալ չէ գոչման սկացում են, այլ թե մարդ իր յուրաքանչյուր ամսվա էլեկտրականության եւ գազի հաշիվը եւ իր սնունդը եւ իր կարևոր պետքերը ի վիճակի է վճարելու երաշտութենեն շահած եկամուտեն կամ ոչ եւ բարեփոխտաբար դարիները ի վեր պատասխանը այո է, սակայն ինչպես դուք գիտեք, ովևէ երաժշտի համար պետք է խոստովանել, թե անաբահով գոյություն մնե, ուրիշին պես որ իր կանոնավոր ամսականը գարնե եւ գրասենյակը գերտը արդվա 9-ն մինչեւ հետ միջօրեի ժամը 5 այդ տեսակի գոյությունը Աշխատանք չէ։ կամ ապրելակերպը չէ, այլ ադեններ կան, երբ մարդ հաջող եւ բազմաթիվ համերգներ կղեկավարե, այդ ամիսը նյութաբես ավելի բարեպեր գլա եւ այդ ամիսեն խնայածը հետո հաջորդ ամիսը երբ համերգներ չկան այդ շահածովը գաբրի հաջորդ ամիսը եւ հաջորդ ամիսը ուրեմն գոչման զգացումը մեկ բան է, սակայն գործնական կետնի վրա իբր գադարողական արվեստի երաժիշտ աբրուստ ջարելը դարբեր հարց է եւ բարեփոխտ եմ որ առայժմ այդ է իմ վիճակս, բայց Աստված մի արասցե անիգա գրնա փոխվիլ հուսանք թե այդպես չլնար ուրեմն գոչման սկացումը գրնակ ունենալ նույնիսկ եթե մեկը ցեզ բանդ խոթե եւ 40 տարի բանդեն դուրս ելնել չգարենակ եւ միայն դուք ցեզի երկեք սակայն ատբարակային պրոֆեսիոնալ երաժիշտ չեք կրնարլալ իպացարյալ եթե այլ բանդարգյալներ ցեզի վճարեն որ իրենց Բայց խումբը ղեկավարը կներ ունենակ, բայց պետք է մարդ գոչում ունենա, որպեսզի գարենա այդ իր գոչումին վրա աշխատի Ես պիտի ասեի որ ասպարեզի դառնա։ այո, ես պիտի ասեի որ երաշտական ասպարեզը այնպիսի խոչընդոտներ եւ այնպիսի դժվարություններ եւ մարտահրավերներ ունի, որ ինձի համար դժվար է երևակայել, որ եթե մեկը խիստ զորավոր գոչման զգացում չունի, իր ազատ գամպովը այդ փշոտ ջամփան որտեղ է։ Փշոտ գսեմ, բայց ջամփան նաև քաղցր բդուղներ ունի, թե փուշերը կան, թե քաղցր բդուղները։ Բարեփոխտաբար մեկ քաղցրահամ բդուղի ճաշակումը բավարար է, որ մարդ 100 փուշերը մորնա։ Շատ ճիշտ։ Երբ մեծ անձնավորությունները ու կյանքերը կսերտենք, հաճախ կնկատենք ներկայությունը անձիմը, որ մեծ ասացություն գործած կլա իր կյանքի ձևավորման մեջ։ Երբ ձեր կենսագրությունը կսերտեինք եւ կգարտայինք, նշмарեցինք, առաջին նախատասությունը որ կսեր, աշակերտած է հոգելույս Զարեհ arczepiskopos Ասլավորյանի։ Ինչ նշանակություն ունի ձեզի համար աշակերտել Զարեհ Սրբազանի։ Ադիգա մեծ բարեփոխություն եւ օրհնություն էր։ Ես կսեմ, որ եթե որոշ հարաճտիմություն ունեցած եմ, ավելի քան իմ անձնական արժանինքներուս ապավինելու, ես ինքս բարեփոխտ կհամարեմ, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղը գտնված լալու բարեփոխությունը ունեցած եմ, անշուշտ հասունությունը եւ պատրաստակամությունը ունեցած եմ օգտվելու այդքե ուրեմն ճիշտ այն ժամանակ էր 10-11 տարեկան էինք մեր սերունդը երբ հոգելույս այն ադեն ինչպես էր Զարեհ Վարդապետը Իբրոս եկավ իբր կաթողիկոսական փոխանորդ այն ադեն հետո շուտով առաջնորդ դարձավ եւ եպիսկոպոսացավ բայց երբ դակավին Վարդապետ էր որոշեց դբրած 10 գազմել եւ կասետներու վրա շարականներ երկեց եւ ժամերկության եւ Սուրբ Պատարագի բաժինները երկեց եւ այդ կասետները որ ինքը իր գրասեղանին արչեւ նստած բզդիկ կորձիկիմը արչեւ գերքեր Պաշխեց մեզի, որբեսի մդի գնենք և համը առնենք և այդ պիսով մեյմը որ մեր հայկական շարականներուն համը առնեք և սիրելու սկսիկ ադիկա պամր է որ ծեզ ծեր ամբողջ կյանքը գդև է, ծեզ չի լքեր և ընդագարագը դուք գնդվզիկ եթե բադահի որ օրմը մեկը կա և ասոր այս ժամերկությունները բետ չգա այլևս այս շարականը մի երկեր զանցնենք երկար գդև է և այլն Ինչպես որ հիմա է Չուզեցի ես լալադիգա սողը, բայց ծերպերն են հնչեցավ, հնչեց, ամենայն տևս, ուրեմն Զարեհ Սրբազանի գբարդինք, որ այդ ախորժագը բացավ և սրեց մեր մեջ, և իր օրոք սկսան դիբար ժամերկություններ և արարողություններ դեղի ունենալ,
առանց հաբավմանց կամ գրճատմանց այսպես կանոնավորության սկացումը ատկեզատ մարդը բացառիկ երաժիշտ էր հիանալի երգիչ Լուսինե Զաքարյանի մագարտակի երգող էր եւ իր տաշնավորումները ցայսօր կգադարվին եւ շատ բարձրորակ են իր Սուրբ Սագի շարականները հիմա ամբողջ աշխարհի մեջ կգործածվին եւ արժանապար ուրեմն բազմաթիվ բնադուր ընձաներով օժտված եւ շատ աշխատասեր եւ արադացերն իր կիծածը իր սիրածը ուրիշին փաշխելու պապակը ունեցող մեկներ եւ ոչ միայն ես դրուբս այլև շատ ուրիշներ այդ տարիներուն այս շփումներուն հետևանոք մեծապես ներշնչվեցան եւ իրենց յուրաքանչյուրը իր գրծածին չափ իրենց կյանքի ընթացքին շարունակեցին եկեղեցվո ծառայել եւ երաշտության եւ արարողության գծերով օգտակար հանդիսանալ ուրեմն ադիգա շատ բարեփոխտ էր Բարոն Բեդելյանը արդեն նշեցի երբ ես բզդիկ դղեկ մնեի երբ օրմայցելության կացած էինք գրեթե տրացի էինք արդեն սավ հայգ բիդի ուզես հայկական նոթա սորվիլ ես այո բարոն Բեդելյան խնդրեմ մի պապակեի էսի ինձի ցուցուց որոշ իր ծրագիր դեդրագները համբարձում Լիմոնջյանի ցայնակրությամբ այո խազերը ուրեմն խազջան ասոնք այո խազերուն միջնատարյան խազերուն 7-8 նշանները որտեղ գրված են եւ լիովին նոր իմաստներով օժտված են արևմտյան երաշտության ցայնակրության համագարկի պես յուրաքանչյուր նշանը մեկ նոտա կներկայացնե մեկ ցայնանիշ կներկայացնե բայց թեև այնադեն ես հաջուկով սորվեցա չէի անդրադառնալ թե ինչ կարևոր պիտի լա ինձի համար որովհետեւ Կարելի է ասել, որ մեր եկեղեցական երաշտության չախչախիչ մեծամասնությունը, մեզի հասած եղանակներուն, այդ նոտակրությամբ, այդ ցանակրությամբ է, որ մեզի հասած են, եւ լուսահոգի բարոն Բեդելյանի շնորհիվ ոչ միայն գրծած եմ հսկայական հետազոտական աշխատանքներ գդարել, այլև Երբ ինքս Կոստանդնուպոլիս կգտնեմ եւ եկեղեցիմը կգտնվիմ ուր հիանալի երկար արարողություններ տեղի կունենան եւ ինձի անձանոթ զանր զարդարուն հոյակապ եղանակ մը գլսեմ եւ թիմացի 10 կգտնվի եւ պետք է պատասխանեմ դեդրագը կփանամ որ ինձի գուդան at պահուն ցերկս եւ դեսնելով այդ պահուն անսայթակորեն գրնամ գրվածը երկել որ at կարողությունը կբարդիմ մանկական դարիներուս լուսահոգի բարոն Բեդելյանին հերադես եւ արադացերն գեցվածքին որ մարդը արդեն 90 անց լալով հանդերձ կամ շուրջ 90 այնադեն ուզեց որ այդ արվեստը այդ վարբերությունը ըստ կարելվույն փոքրիկներու երդասարտներու փոխանցի եւ ահա դակավին Պարկաստուզոգենտանի եմ եւ այդ համագարկը կորձածելով գերկեմ ուրիշներուն գսորվեցնեմ երբեմ որոշ բաներ եվրոպական ցանակության գվերածեմ որբեսի այդպիսի եղանակներ այլոցալ մատչելի դարձնեմ փապակելի է որ այդ ցանակության համագարկը դարածվի որովհետեւ գեղեցիկ բան է եւ կորցնական օգտագործություն ունեցող բան է Անշուշտ ադուրիշ հարց որ շարականները այլևս երկելու արիտ կամ հարմար դեղ երթալեն գբաքսի որովհետև երբ ժամերկությունները որոնք այս շարականներուն փնորրանն են գխապանվին մարդ այլևս պիտի դուննս եւ առանցինը դխուր շարականը երկե կամ փեմին վրա գնա եւ այդտեղ ժողովրդին երկե այդ նպատակին համար չէ որ գրված են այս բաները բայց ուրեմն Բեդելյանին երախտաբարդեմ եւ Որսկանյան եւ ուրիշներ ալգային բայց Որսկանյանը շեշտեմ որ առաջնագարկ երաժիշտ էր բայց այնուհանդերձ Անգլիա եւ Ամերիկա եւ Պորտուգալ հաջող ասպարեզ ունենալով հանդերձ Կիպրոս վերադարձավ եւ այսպես երաշտական լուսադու փարոսը հանդիսացավ եւ ինքնալ բազմաթիվ սերունդներ ներշնչեց որոնց մեջ դրուբսալ անոնց մին էի ուրեմն այսպիսի աստեցություններ ունեցա եւ բարեփոխ դեի որ այդ դարիներուն
ադիգա այդպես էր եւ այս բոլորը հայկական միջավայրին շնորհիվ պետք է ասել Այ։ անշուշտ ատկե յետ զանազան միջազգային երաժիշտներ զիս մեծապես ներշնչեցին մին լուսահոգի իդալացի նվագավար Կարլո Մարիա Ջուլինին էր որուն Միլան այցելեցի հետաքրական էր ես առաջին խորհրդակցության տասչսեն խորհրդակցության որկացի արդեն Բեթհովենի 4-րդ համանվագը լիովին կոծորված էի որ արդեն մի քանի շաբաթ յետ պիտի զանազան դեղեր ղեկավարեի եւ մի քանի այլ գործեր ուրեմն ոտքի կանգնեցա ղեկավարելու սկսա եւ մարդը սա նստեցեք վայեսի գերեվի փամը քեշ ծեվովերի ինձ ինչ պիտի սե սա որ հոս եղած ադեննիտ առավելակույնս մեկ մադիգով պիտի ղեկավարեք ինչու վասնզի ես շարժում չեմ ուսուցաներ շարժումը ղեկավարին գդարած շարժումները ինձի համար խորհրդավոր բան են սա միայն ցեզի գրնամ ասել որ եթե հոս տաշնագահար ունենայինք որ ծեր շարժմանց պիտի հետևեր եւ նվակեր ծեր շարժումները դարբեր պիտի ելնային քան երբ լրելյայն առանց ովևէ նվակողի մը դուք հիմա ղեկավարելու սկսիկ եւ շարժումներ ունեք իսկ եթե հոս համանվակային նվակախումբ ունենայինք ծեր շարժումները դարձյալ դարբեր պիտի ելնային ես շարժում չեմ ուսուցաներ սակայն եթե գպապակիկ որ երաշտության մասին խոսակցինք սիրահոժար եմ այսպես ասավինձի ես ամիջապես լուրումունչ դեղս նստա եւ սկսանք նվակակրության մեջ նոտաներուն մեջ զանազան հարցումներ ունեի թե այստեղը արդյոք ինչպես կմեկնաբանեք դուք կամ այստեղը հայտնի չէ թե Մոցարտը կամ Բեթհովենը կամ Սեզար Ֆրանկը կամ Ռավելը կամ ով որ այստեղը ինձ հայտնի չէ թե իրենց նպատակը ինչ է այստեղը դուք ինչ կխրադեք Եվ երբեմն իրեն ցույց տվի թե այստեղը նպատակ ունիմ այսպես նելու այնպես նելու միշտ կսեր սկուշ եղեք եւ ցույց կդար մանրամասնություն մհոն զոր ես չէի նշмарած որուն պատճառով նախընտրելի է այսպես նել եւ ոչ այնպես իսկ հիշեմ թե անգամ Մոցարտի La մեծալար A major La major Tiv canine Tidam tidididadadadadadadidom Հիմա թիվը չեմ իշեր գոր թիվ 29 գարզի մեծ չեմ սխալ աթամանվակ բիդենեի եւ դեղ մգար որ իրեն ցույց տվի որ երբ նույն եղանակ գրկնվի գոր Մոցարտը քիչ մը դարբեր փամկրած է եւ ես ասի որ գերեւի այդտեղը սխալմունք եղած է ուրեմն ես երբ այդ թեման այդ եղանակը դարձյալ գրկնվի առաջին անգամ վամբես բիդենեմ այսինքն դիփոխեմ Ինձին այցավ մեծ լրջությամբ սա սպասեցեք վարգամ եւ կնաց եւ ներսեն ինձի Մոցարտի ոչ այդ համանվակի բայց այլ համանվակներու ֆաքսիմիլիները այսինքն նմանադիպ լուսադիպ օրինակները եւ ցույց տվավ Մոցարտին ծրագիրը սա որ նայեցեք ինքը իր միտքին մեջ ամբողջ այս կորձը այս համանվակը մանրամասնորեն լիովին ծրագրած եւ հետո անսայտակ թուղթի վրա անցուցած մեկ սրբակրություն անգամ չեք տեսնել մինչդեռ ինձի պերավ ֆաքսիմիլիմը գարձեմ Բեթհովենին 9-րդ համանվակները սրբակրություններով խջողված որոշ տեղեր դժվար ընտրնելի Բեթհովենին բարական դարբեր է ինքը ահակին սրբակրությունները ռած է ուրվակի ձեր ունի որոնք հետո կից կաշած է նորը սկսած է ուրիշ ռած է եւ այլն Բեթհովենին աշխատելու գերբը դարբեր է բայց Մոցարտի բարակային ամեն ինչ իր գլխուն մեջ ծրագրած է եւ ատկե յետքը մակուր գերբով գրած է ինչպես կհամարցագիք դուք իր մեկ գրածին թույզն մանրամասնությունը անգամ փոխել մտածեցեք այդ մասին այսպիսի զարազան հիշադակներ ունիմ Ջուլինիան զատ նաև Լոթար Զակրոզեկ անունով գերմանացի ղեկավար մգար որ մեզ շատ օգտվեցա իր փորձերուն գերտայի հետո հարցումներ գարցնի եւ այլ եւ այսպիսի ուրիշներ ալ եղած են բայց ասոնք եղած են գլխավորները
Ձեզի հնարավորություն դրված է ուսանելու աշխարհի գրթական եւ երաժշտական լավագույն հաստատություններում մեջ։ Արդեն այս ծեր հիմակվա վկայությունը արդեն այդ մեկը կփաստե։ Գարելի է խոսել այդ ջամփում մեջ ունեցած ծեր փորձառություններու մասին։ Նման վայրերու մեջ ուսում ստանալը ինչ դված է ձեզի ձեր ներքին մարտազորացնելու համար։ Այսինքն կրեթե անգարելի է պատասխանել, որովհետև ինքնաճանաչման այնպիսի աստիճան մը կբահանջե այդպիսի հարցման մը արդարացիորեն պատասխան գարնալ տալու համար, որ ստիպված եմ դժբախտաբար խոստովանելու, որ այդ ինքնաճանաչման աստիճանին չեմ հասած։ Գիտեք, Սոկրատես ասած է ըստ Բղադոնի ձանիր ըսկեզ, Գարձեմ Սոկրատեսն է կամ այլ հույն փիլիսոփամը ես պիտի ասեի որ հաջող ունեցած եմ այդ զգացումը որ անարժանորեն մեծ բարեփոխություն ունեցած եմ մեծ աղբյուրները խմելու իմ խմած ջուրս անարժանը լալով հանդերձ չանացած եմ աշխատիլ Եվ չանացած եմ բադրաստ ըլլալ, որբեսի իվիջագի ըլլամ օգտվելու այդ աղբյուրներեն։ Մարդ պետք է որ, գիտեք, գրնա մեկը մեծապես ինքսինքը մշակած լա եւ աշխատած լա եւ պատրաստ լա, բայց եթե չունենա առիթը մեծ եւ կարեւոր եւ այսպես զուլալ աղբյուրները օգտվելու խոբան կմնա այդ հողը։ Մյուս կողմանը հագարակ ծայրահեղությունն ալ կարելի է, մեկը կրնա շրջաբադվիլ հսկաներով դիդաններով, բայց ընդունակ չլան, որովհետև ձույլ է, կամ որովհետև անդաղանդ եւ սխալ դեղ կգտնվի իվիճակի չօգտվելու, ուրեմն բարեփոխտաբար ես արդեն ծարավի էի եւ ժամանակ արավ մինչեւ կարենամ հասնել այն դեղերը եւ մոդենալ այդ աղբյուրներուն որոնց մեկ գրնայի ընդունել նաեւ երաժշտությունը բամն է որ անձնական ճաշակը շատ կարեւոր է իմ մասնաճյուղս գլխավոր մասնաճյուղս որ նվագավարությունն է ղեկավարություն այսինքն երգչախումբի խմբավարություն նվագախմբից նվագավարություն եւ օպերայի ղեկավարություն նաեւ բամն է որ եւ դերևս ասիգա իմ հարաճտիմությանս խոչընդոտ հանդիսացավ ես շատ մանրամասն եւ նույնադեն ներ կաղապար մունեի թե ինչպիսի ղեկավար մգուզեմ ըլլալ եւ իմ արջևս գտնվող ղեկավարներուն մեծ մասը թեև բարեհաճող անձեր էին իրենց ասպարեզներուն մեջ բայց ինձ համար լիովին անօգուտ որովհետեւ գիտեի որ ասինչին հրածը ես չեմ հավնիր եւ չեմ ուզեր այդպեսնել ուրեմն եթե այդպիսի մեկը կա եւ ինձ ասե որ քեզի այսպես կուզեմ ուսուցանել կամ կհանձնարեմ որ այսպես ունես ինձ համար անօգուտ է որտեվ պիտի ասեի որ բայց բարոն քու ռածդ երաշտական տեսագրով չեմ հավնիր այդ պատճառով քու ցերկերով ռած նշաններդ եւ այլն ինձ հետ ովևէ կապ չունին որովհետեւ ինձ չեն առաջնորդեր այն ուղությամբ ուր ես կուզեմ երթալ մեծ բարեփոխությունը եղավ այն ադեն երբ վերջապես գրծա գտնել այնպիսի մարդիկ որոնց թե երաշտական նպատակները Եվ թե իրենց ցերկերով եւ մարմնով արդահայտված այդ խմբավարային լեզուն հարիր էին իմ նպատակներուս հետ եւ ներթաշնակ որով ստիպված չէի դեսածս մաղելու եւ ասելու որ գտեսնեմ որ այսպես կնեգոր սամարտը եւ իր ռածին կհետևին գոր եւ ուզածնել կգարենա գոր բայց ինձ հետ կապ չունի որ ես այդպես չեմ ուզեր ունեցած են բայց ուսուցիչներ, որոնք խելացի եւ վերլուծական կարողություն ունեցած են եւ ես ասած եմ որ Բրամզին առաջին համանավակը բիլի գարան եւ այստեղ գուզեմ այսպես նել երաշտական դեսագետով ինձի խնդրեմ ցույց տվեք ինչ ամենեն հստակ ձևը որ ցերկովը ցույց տա եւ այդ պրոֆեսորը ինձ ասավ շատ լավ սա ասեմ նախ որ ես պիտի ճուզեի երաշտական դեսագետով քու ուզածը տնել Ադուրիշ հարց Բայց եթե գուզես այսպես նել երաշտական դեսագետով ուրեմն գարաչարգեմ որ ցերկերով կգնաս այսպես նել կամ երկրորդ ցևը այսպես կգնաս նել կամ երրորդ ցևը այսպես նել Բայց շատերը այնպես չէին շատերը ի վիճակի չեն անչադելու իրենց երաշտական նպատակը
իրենց արհեստավարժային տեխնիկ Աշխատանքը։ աշխատանք են։ Ուրեմն լավագույն հրաչտիմությունը եւ արդյունքները գունենամարտ, երբ վերջապես հանդիպի այնպիսի դիբարներու, որոնք երաշտական տեսակետով գհամագրին կամ որոնց երաշտական նպատակներուն թուք կհամագրիկ իբր ուսանող եւ նաեւ օժտված են այդ տեխնիկական կարողություններով, որբես իրենց երաշտական նպատակները կանենան թյուրությամբ Փոխանցել։ հստակությամբ եւ համոզիչ կերպիվ նվագախումբին կամ երգչախումբին փոխանցել։ Եվ Ջուլինին այդպիսի էր, թեև ինքը շարժում ուսուցանել չէր գրնար, բայց շատ բաներ կարելի էր սորվիլ իր շարժումները տեսնել է եւ կամ իր ղեկավարության տակ երկել է, ինչ որ բարեփոխությունը ունեցա նաեւ։ Լոթար Զագրոզեկը թեև շատ տարբեր ղեկավար էր, ինքն ալ մեկներ, որուն շարժումները եւ երաշտական նպատակները շատ ներդաշնակ էին իմիներուս հետ, հետևաբար շատ օգտվեցա իր մե, իսկ Չեխիո մեջ ճշմարտաբար Elvis լուսահոգի, բայց Յոզեֆ Կուխինկա անունով ղեկավար մգար, որուն բարակային իդարբերություն շատ մը այլ ղեկավարներու, որոնք հոս բարեհաճող աշխատանքներ կգադարեն, իր բարակային, թե իր երաշտական նպատակները եւ թե իր ցերկերուն շարժումները շատ մոդ էին իմ իդեալներուս, որով այս մարդեն շատ օգտվեցա, որովհետև գրնայի անվերաբահորեն որթեքրել իր հորթորները կամ հանցնարարությունները առանց ստիպվելու մաղելու իր ըսածները եւ նկատի առնելով ինքը այսպես կսեգոր, բայց անշուշտ ես այդպես չեմ ուզեր, հետեւաբար պետք է դարբեր ձևով ունեմ եւ այլն։ Երբ կսկսիկ այդպես մտածելու, թերևս օգտակար է ձեր մտավորական վերլուծական կարողության զարգացման համար, բայց ձեր գործ կատարելու մեջ շատ ավելի օգտակար է օգտվել այնպիսի ուսուցիչները կամ դիբարները, որոնց թե երաշտական նպատակին հետ գրնակ նույնանալ կամ մոդսկալ եւ թե իրենց տեխնիկին։ Այո, կրնակ օգտվել այդ։ Այո, եւ ուրեմն մեծապես բարելաված եմ իմ ռածս, երբ վերջապես արիտներ ունեցած եմ, շփումներ ունենալ, տասեր ունենալ այսպիսիներու հետ։ Այո։ Իսկ իբրև նվագավար եւ երգչախումբի ղեկավար համերգներով հանդես եկած եք Եվրոպայի գրեթե բոլոր երկիրները, ինչպես նաև Միացյալ Նահանգներ։ Սկզբնական շրջանին ինչ բնույթ կգրեին այդ համերգները։ Արդյոք փոփոխություն գրեց, փոփոխության ենթարկվեցավ այդ համերգներու ռեպերտուարները, ասենք։ Համերգներում բնույթները փոփոխություն ունեցան, ռեպերտուարները սաբես ասեմ, որ երթալեն մարդ երկարաչանա ավելի ի վիճակի գտարնա ինքը ընդրելու թե որ գործերը գուզե ղեկավարել, մինչև երդասարտը եւ սկզբնավորության գտնվի մեծավորը կամ կորձագալը կամ մեկը ցեզի գերացանը գսեւոր ասինչ արիթմիկա ասինչ նվագախումբին հետ ասինչ հայդակիր պիտի ղեկավարեք եւ երբ դուք գսկաք որ այսպես նավապետություն ունեցող մեկումը հետ որ փայդի գդորիմը վրա լաստիմը վրա գարչածեք եւ ովև մեկ որ ցեզի ցերկ երկարե երախտագիտությամբ կբռնեք ուրեմն նույնիսկ եթե այդ երաշտական գործերը բաներ են որոնք կամ շատ ծանոթալ չեք կամ ոչ շատ սիրած եք այդ գործերը բայց ուզեք չուզեք այդ գործերում վրա կգետրոնաք եւ բարեփոխտաբար սովորաբար եթե բավարար աշխատիկ եւ գետրոնաք սիրելու ալ կսկսի այո ճիշտ է հետեւաբար պիտի ասեի որ այն աստիճանալ քեշպամը չէ երբ մարդը սկզբնավորության ստիպված է կամ երաշտական մրցույթներու համար մրցույթները իմ կարծիքով շատ լավ բան չեն բայց գստիբեն որ քիչ ժամանակի ընթացքին շատ գործեր որոնք ցեզի համար նոր են սորվիկ եւ կարծեմ թե այդ բանը ընելու կարողությունը գետրոնացած ծավով նոր գործեր սորվելու կարողությունը ունենալը եւ մի քանի անգամ ստիպվել ի գործ տնելը այն աստիճանալ քեշ բամը չէ թեև իդեալը հագարագն է իդեալը ան է որ համանվակը դարիներով այդ գործը սիրել, ուսումնասիրել, սերդել, հետո մեկտի տնել, ամիսներ յետնորեն վերադառնալ,
մարսել, դարձյալ նայել, Այո։ հետո մեկտի տնել նոտաները, նոր նոտաները, նորեն սկսիլ թարմ աչքով նայել եւ հետո օրմը, երբ պատրաստ ըսկակ ղեկավարել, հասուն եւ այլն, ադիգա է իդեալը, Այո։ բայց իսկությունը այս երկու ծայրահեղությանց միջև է։ Այստեղ։ Ուրեմն, անցյալին հաջող բադահած է, որ ստիպված եղած եմ, կործեր, որոնք այդ պահուն ես պիտի չնդրեի, սորվիլ եւ ղեկավարել, երբ օկնական իբր ծարայած եմ, Անգլիա երկու նվագախումբերու, այնուհետև երկու դարբեր թատրոններ, երկու դարբեր օպերաներ, Չեխիո մեջ, Բոհեմիո մեջ, Ուստինադլաբեմի թատրոնը եւ Լիբերեցի թատրոնը։ Հոն ուրիշ բարդություն մնալ կա, որ շատ դժվար եւ անախորժ բան է, երբ օպերայի օկնական գծարայեք, բարդիկ ծեր մեծավորին տեմպոները եւ մեկնաբանությունը ընտորինագել, Այո։ որովհետեւ ծեր մեծավորը եւ ոչ ալ երկողները չեն ուզեր, որ դուք ծեր ուզածին բեսնեք, իրենք կվարժվին, պեմատրիչը կվարժվի, եւ հայ գյուտյանը ասինչ մասը այսպես կնա, ինչ մասը այնպես կնա, հետո գուկա գլխավոր ղեկավարը եւ գտեսնե որ իր ուզածին պես եփորնե երկիչները յետ կմնան գոր, որովհետեւ ինքը ավելի արագ կնե։ Ուրեմն ստիպված եք դուք ծեր մեկնաբանություն եւ ծեր փապակածը մեկտի տնելու Այո։ եւ ծեր մեծավորին ռաձը սորվիլ վերարտադրել, նույնիսկ Հազե կրնամ բացեի բացել, որ այդ երկու թատրոններն դեռևս չեմ աշխարհիր։ Բայց արդեն այդ մարտիկը այլևս հոն չեն։ Բայց հագա երաշտական բաներ կան, որ երկիչները իրավամբ բողոքած են եւ ես ստիպված եղած եմ իմ մեծավորիս ընդրությունները պաշտպանել եւ չանալ բաներ, որոնց ես հագարակ եմ, այնուհանդերձ կարելի եղածին չափ համոզիչ ձևով գադարել եւ համոզել։ Ասիկա բամն է որ մի քանի դարի գրնակնել, բայց հետո դեռ մը գահսնի, երբ այլևս կսեք որ ես իմ հոգիս չեմ ուզեր սադանային վաճառել եւ այլևս պետք է դատրիլ եւ այդպիսի միջավայրի մեջ ըլալ, որ ես իմ ուզած բաներս իմ ուզածից պես կրնամնել։ Երբ իմ ուզածը սկսեմ, այսինքն կմահաջ լալու սիրույն չէ, ասիգա, այլ ովև մեկը արժանի չէ կորձը ղեկավարելու եւ նվագախումբիմը ցույց տալու թե ինչպես գուզե որ այդ կորձը գդարվի, եթե ջանաբարմը չէ կդած այդ կորձը համոզիչ դարձնելու այդ երաժշտահանին դեսլագանը իրականացնելու առավելակույնս համոզիչ երաժշտական դեսագրով համոզիչ ձևով հետևաբար երբ կսե թե խնդրեմ դիգնայք եւ բարոնայք ասիգա այսպես նվագենք ասիգա ասանգնենք աստեղը թե որ են աննշան են քիչ մտապերնիս կդրենք քիչ մտանտաղինք որովհետեւ նոր եղանակ մը պիտի սկսի այստեղը եւ այլն այս բոլոր բաները երբ որ գնե իր անձնական կոհացման եւ հաջողին համար չեն, այլ որբեսի այդ համանվակը կամ այդ համանվակային կորձը եւ բետիրած աստեցությունը ունենա եւ այդ է մենք ծառայողներն ենք երաժշտահաններուն եւ սա ասեմ գրնալալ որ ծերունգընտրներեն ոմանք զարմանան կամ չհավատան Ես հաջուկ չեմ արած ոյվեադեն խումբ մարդոց արջև ոտքի գայնելով եւ այս ասպես ռեք անանբես ռեք ասելեն իսկապես իմ հաջուկս եղած է գամած այս բաները ծևավորել այնպես ինչպես որ ես իմ միտքիս մեջ իմ երևակայությանս մեջ կփապակին որ հնչեն որբեսի այդ կորձը գարիղածին չափ աստեցիկ եւ հուզիչ լա ունգընտրին համար Հետևաբար ստիպվել այդտեղը գնալ եւ ուրիշին ասել որ խնդրեմ ասիկա այդպես մի եներ այսպես ըրե բան մնե որ մարդ ստիպված է ընելու որբեսի այդ նպատակին հասնի բայց շատ ավելի հաճելի եւ կոհացուցիչ է երբ կգենակ նվագախումբի կամ համույթի արչեւ որ արդեն գարձեք կզգա թե ինչպես կուզեք որ բանը հնչե եւ ծեր ուզածը ծեր ասելեն առաջալ գնեն Արդեն ընեն այո Եվ գամ ծեր ուզածեն գամ երևակայածեն ավելի կեղեցկորեն գնեն, որով ըստ ձեզ գներ շնչեն, դուք ալ
իրենց ներշնչում գուդակ եւ այսպես մեկը մյուսին վրա մակլցելով այսպես միշտ չէ որ այդպես կբադահի Այո, ոչ նույնիսկ թե որ սովորաբար բայց դիչն երբեմն կբադահի այո, սա պիտի ասեի որ զոր օրինակ իմ ուսանողներս ուսանողական նվագախումբ է Գարուլյան համալսարանի նվագախումբը այո, իր այո, բոլոր այդ անգադարություններով եւ անբադեհություններով սակայն որովհետև սերդորեն գաշխատիմ իրենց հետ եւ զիս լավ գճանչնան ոմանք կան որ առաջին դարվա ուսանող էին երբ սկսան մեզի հետ նվագել հետո մագիստրոս ըրին հետո դոկտորական ըրին եւ հիմա նույնիսկ շրջանավարտ են բայց կշարունակեն նվագել ուրեմն զիս լավ գճանչնան եւ գիտեն որոշ բաներ արդեն որոշ ծևով մարզված են իմ երաշտական ջաշակներս մտածողությունս իրենց անձանոտ բանը չէ եւ արդեն մեկ առաջուց որոշ բաներ մը այնպես կնեն որ ասմարտուն ուզածին բեսնենք որ մեզի չգեցնե չստիպին կրկնել իսկ Գամ գուցե իրենք նույն ծևով գսկան թե երաշտական տասույթը երաշտական այդ ֆրեզը ինչ ծևով ծևավորեն աղվոր լեգատո մնեն ագամա շեշտերմը չտրվին հոսկամ հոն բարձաբես որտեվ նոտան ավելի բարձր է հանգարձակիորեն եւ շատ մտաներ որ միշտ այսպես ուզած եմ եւ ամենեն մեծ կողունակություն բաճարող գացություններեն մին այնը երբ դուք արժևին գնաք եւ այլևս քրեթե բան մնելու չստիպիկ որովհետեւ արդեն իրենք գիտեն ոչ անաստիճան գիտեն այլ գզկան այո, ծեր սկացածը արդեն գսկան եւ գնեն եւ դուք այլևս հոն է որ հաջող կան, Պարեսիրդ բադրիարք մնեք կամ պարեսիրդ ադենաբեդ մնեք որ գարդոնե որ այս բաները դեղի ունենան այո, այսինքն դեղ գփանա որ երաշտությունը ընդլայնի եւ հոսի բայց շատ կորձոն գերբով կամ խիստ գերբով բարդատրելու բաճարչունի որովհետեւ արդեն հասկացած է, բնաստաբար հասկացած են եւ գսկան այն աստիճան մդավորական մագարտակի վրա հասկացողություն չէ ուսողային բամը չէ այլ երաշտական բնաստի հետ կամ շատ հիմնական մագարտակի վրա թե երաշտությունը ինչպես գզկակ ադոր հետ կապ ունի եւ դուք իբր երկչուհի ասիկա գսկակ որովհետեւ երկողներ դարբեր գսկան նույն երաշտական տասույթը որ պետք է գապված լա որ պետք է ժամանակ ունենա իր աստեցություն ունենալու համար ոչ թե աջաբարել եւ ասել հիմա առաքնենք վիրտուոզ եւ այլ իր պետք է ընդլայնի ինքը իր ընթացքը ունենա եւ ժամանակ ունենա իր աստեցությունը հանեցնելու համար ունգընտրին վրա որբեսի ընդունակ եւ բարյացակամ ունգընտիրը ըզկա թե երաշտությունը որոշ մագարտակի վրա հասկնա գոր եւ երբ կհասկնա գոր այդ շատ հիմնական մագարտակի վրա այն ադեն այդ ըսկացական հագաստեցությունը գունենա այդ Բրամզի սիմֆոնին երբ որ մդիկ կնեք կարծեք թե այդ լարվածությունը այսպես կրեթե չդոգալու աստիճան սաստկանա ավելի պուրն գտանա եւ հետո գամած իման ստալիստ գերբով այդ լարվածությունը գլուծվի եւ այս շրջանակը որուն որ մեզ ծևով մեր հոգին գմակրակորձե որոշ ծևով եւ այդ է երաշտության նպատակը կարծեմ այդ է մեծ երաշտահաններուն ընել ուզածը իսկ բարոնցի ջան որքանով գարելի գլա նման նվագախումբերում մեջը հայկական երաժշտություն հնչեցնել եւ որքանով կկոհացնե ցեզ օդարներուն կողմէ ներկայացված հայկական երաժշտությունը։ Մա մեր ժամանակը արդեն գսահի, բայց ունիկ դակամին խոսելիք պիտի փորձենք արագ այս կարևոր նյութերու մասին ալ խոսել մեր հայդակիրը որովհետև մեր ժամանակամիջոցը արդեն արագ կսպարի։ Այո, ես պիտի ուզեի իմ թիրքս պաշտպանել ասելով որ Գարձեմ թե իմ ջորամապանությունս չէ այս բանը, այլ ծեր հարցմանց խորատապանց պնույթը, որ պարոյական բարդականություն պատասխանել հոգուտ մեր ունգընտրողներուն
Հետևաբար հիմա ծեր հարցումը քիչ մդարբեր բարձան պիտի ունենար, եթե խնդրո արարգան Անգլիա Սասեքսի համալսարանը իմ Ներողություն, Բարոն Ջիլյան, դարս գներեք, անգամ եւս կգրկնեք, ինչ որ ուսիկ, որովհետեւ վստիկ ընդհատումը եղավ։ Դեր ինձի հրացանը գործել որ եւ ադիգա հավանաբար խառնվեցավ միջացանցի գաբին հետ, ուրեմն Երջախումբերու բարակային եւ դարբեր նվագախմբից բարակային։ Երջախումբերու բարակային շատ ավելի թյուրին է հայկական բաներ, սեքսի համալսարանը նվագախումբի սենեգային երջախումբը ես վերագազմագերբած էի եւ հանձնարած եւ համերգ ունեցանք, որուն գես կամ ամբողջ հիմա չեմ իշեր նախ Տաշնամուրի վրա ընկերակցեցա Գոմիդասի զանազան ժողովրդական երկերու մշակումներ են եւ մնացյալ մասնալ խմբերքներով որոնք ես այսպես չնչելով բարերը լադինադար գրելով սորբեցուցի եւ աղվոր երկեցին եւ այսպիսի ոյվե իմաստով մզիչում չէր այս անգլիացի եւ այլ եվրոպացի երկողներու դեսագետով քեղեցիկ եւ իրենց համար անձանոթ բաներ էին որոնք մեծ հաջողով երկեցին եւ գադարեցին եւ շատ քեղեցիկ հիշադակներ ունիմ այդ ջիկերես ավելի վերջերս որսեմ 15 տարի եղած է չեխ եկեղեցական երաժշտության ընկերակցությունը ինձ մե խնդրեց որ ամառը իրենք յուրաքանչյուր ամառ վանքը ամառնային դասընթացներ կգազմագերբեն ուրեմն զիս հրավիրեցին որ արդուները անգլիական վերածննդյան շրջան եկեղեցական երաժշտություն ղեկավարեմ եւ հետ միջօրեներնալ հայկական եկեղեցական երաժշտություն եւ բարդի մսել որ հայկական եկեղեցական երաժշտության արձանագրված երկողները ավելի լավ երկողներ էին քան անգլիականինը անոնք ալ քեշ չէին բայց հայկականը այսինքն կուցե անսովոր լալուն շնորհիվ գրծավ հրաբուրել լավ երկողներ ուրեմն մեկ շաբթվա ընթացքին իրենց ուսուցի ոչ միայն ամբողջությամբ կոմիդասյան վադարակը այլև նաև խաչվերացի առաջին այդ գիրագի երեգոյան երկարաշունչ ժամերկությունը իր տապորներով հանդերձ բոլոր շարականները անխդիր եւ սուրբ պատարակի նաև մեղեթի ձանր տապորի շարական ջաշու շարական ամեն ինչ եւ դասընթացը ավարտեցավ օգոստոսեր հետո սեպտեմբերի 11 կամ որ թվականին գինար խաչվերացի գիրագին չեմ շր այն օրը հավաքվեցանք եւ ամբողջ սուրբ պատարակը գադարեցին այդ ուսանողները որոնք ոչ հայ էին մեծավ մասամբ չեխեր նաև սլովակներ հրյա մնալգար հոլանդացի մնալգար սուրբ պատարակը հետ միջորեն ջաշե յետք ուրիշ եկեղեցի մկացինք որ աղվոր բացօթյա փագմը ուներ շուրջը եւ հոն երեգոյան ժամերկություն գադարեցինք իր տապորով հանդերձ 2.5 ժամ գրեթե 3 ժամ արդեն այդպես պետք է լա եթե մեկը ճաճաբարե եւ չգրջադե այդ ժամերկությունը երկարաշունչ բան է բայց երբեք ցանցրացուցիչ չէ շատ գիտեք մեր հայրերը ոչ միայն հիանալի բանաստեղծներ, երաժիշտներ, աստվածաբաններ էին, այլ նաև հոգեբաններ եւ արվեստագետներ էին եւ իրենց ծրագրած արարողությունները, ժամերկությունները, սուրբ պատարակը, շարականները ամեն ինչ այնպիսի վարբերությամբ եւ ջարդարությամբ մտահղացված եւ հորինված են, որ նույնիսկ ներգա մարդուն հոգվույն վրա լավակույն եւ ամենեն զորավոր աստեցություն ունենան այդ է պատճառը որ դեսակ ոչրակորձություն է անոնք անդամահadel հաբավել կամ լիովին խափանել բայց նույնպես չշեղիմ ուրեմն երջախումբերով
զանազան խումբերով բազմիցս մանավանդ կոմիդասի մշակումներ են, բայց նաև այլ բաներ կատարած են։ Նվագախումբի բարակային հարցը քիչ ավելի դժվար է, որովհետև այնքան էլ շատ չեն առաջնագարկ այն գործերը, որոնք սակայն մատչելի են եւ Զորնակ, եթե գուզեք Խաչատուրյանի մեկ հսկայական բալեները ընել, շատ խոշոր նվագախումբի պետք ունիք, սաչապ թմփուկներով, ասինչ նվագարաններով։ Ուրեմն շատ չեն այն գործերը, Փամը գավոր բազմիցս ըրած եմ, Զեյթունցիներու քայլերքի եղանակին շատ հոյակապ մշակում ունի Իպպոլիտով Իվանովը, Միխայել Իպպոլիտով Իվանովը, որ 19-րդ տարու վերջորդյան 20-րդ տարու սկիզբը ապրած է եւ Թիֆլիսի մեջ ալ բաշտոնավարած ռուս եղած է եւ Զեյթունցիներուն քայլերքը ինքը մշակած է իբր թիվ 4 Կովկասյան ուրվանագարներ գոչված գործին եւ ինքը իր հարաճապանին մեջ գրած է թե ասիկա հայոց զեյթունցի բادرազմիկներուն քայլերքն է ուրեմն այդ գործը զանազան դեղեր Բելգիկայի մեջ, Կիպրոսի մեջ, Անգլիա, Չեխիա, բազմիցս կատարած եմ մեծ ոգևորություն ստեղծելով անգախ եթե ունգընտիրները հայ են կամ ոչ հայ, ուրեմն հայկական է եղանակը, բայց ոչ երաժշտահանը։ Իսկ այն գործը, որ իմ սրտիս շատ մոտ է եւ անվերաբահորեն կհանձնարեմ եւ իսկության մեջ իր այրվույն ազնիվ արդոնությամբ արդեն ես նոր սրբակրված խմբակրությունը պատրաստած եմ, որ հույս ունիմ, որ իլույս կմձայվի հանդերձ հարագից մենակրությամբ լուսահոգի Զարեհ Սահակյանցի մշակումն է Գոմիդասյան բադարակե քաղված եւ Գոմիդասի դաղք եւ ալելուկ մշակումներ են քաղված զանազան բաժիններու որոնք վերագազմավորված կամ վերագազմագերբված են իբր հոյագաբ համերգային լարային նվագախմբային նվագաշար սուիտ եւ ադիգա շատ գեղեցիկ գործ մնե զանազան դեղեր ղեկավարած եմ զանազան երկիրներու մեջ եւ իմ ուսանողներս ադիգա շատ գեղեցիկ ձևով նվագեն ատկե հատվածներ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիային հետ զանազան պրոֆեսիոնալ նվագախմբերով դարձած են, բայց իմ ուսանողներս ավելի չերմությամբ եւ ավելի այո անշուշտ նաեւ պետք է ասել որ Հայաստանի Ֆիլհարմոնիան չափազանց անգարկաբահ անընդունակ եւ ժխտական գեցված ունեցող մարտիկ ուներ կետ անադեն երբ ղեկավարեցի ես հույս ունեի որ ասոնք հայ են ասոնքալ շարականներով սնած լալով նույնիսկ բացադրելու պետք պիտի չունենամ ամեն ինչ իրենք ալ ինձի պես պիտի ըսկան երբեք այդպես չէր նույնիսկ իրենց ճիղերուն գտբեր խոսելուց եւս թե եղեր վահանակ բարը կորձածեր են փոխնակ պուլտ ըսելու ասոնց մակուր հայրեն խոսիլը ծևով սուլին Արչև գարմիր թրոշակ շարժելու պես բան մնե, որովհետև մաքուր հայրենը իրենց համար տեսակը անփարդավանություն գտվեր։ Հետևաբար ապստամբություն դեղի ունեցավ եւ ասոնք ասկե 20 տարի ավելի առաջ պատահեցան եւ այո Սամայլևս չպատահիր հերու գեցած եմ անոնց մե հետևաբար բադահելու վտանգը չունի բայց սա լսեմ որբեսի քեշ տպավորություն չունենաք նույն դարին մի քանի շաբաթ ետ գրավիրվեցա Սուրբ Սարգիս եկեղեցվով որ առաջնորդանիստ եկեղեցին է Արարատյան թեմին երջախումբը մարզելու նախ հրավիրեցին որ Եկմանյան բադակ ղեկավարեմ ինչ որ ըժի Եվ այն շապ կող մնացին թե իրենք ինձ մե թե ես իրենց մե, որ իրենց խմբավարուհին եկավ և մայեստրո ջան նախատաստյունը որուն ոչ մեկ բարը հայրեն է, ոչ մայեստրո, ոչ ջան, բայց ինչ որ է, այնուհանդերձ ազնիվ բարեսական դիգին մներ, մայեստրո ջան բիդի պապակեինք մեր երջախումբ Գոմիդասյան բադարակը չէ երկած, արդյոք հոժարեք մեկ շապատ ամեն օր փորձ կրնանք ունենալ ձեզի հետ և հետո Գիրագիորը Գոմիդասյան գնենք։ Ամենայն սիրով ըսի, որովհետև հիանալի երջախումբ մներ ասիկա, օպերայեն երկողներ, պետական ագաթեմական երջախումբեն երկողներ,
զանազան պրոֆեսիոնալ սենեգային համույթները երաշտանցեն երկողներ հավաքված էին, գարձեմ բզդիկ վճարում կստանային եկեղեցվո գողմե, եւ սիրահոժար գերբով աշխատեցան եւ հետո գմիդասյան բادرակրին եւ ուրախացան լսելով որ հետո դարիներով երկած են հիմա անշուշտ մարտիկը փոխված են եւ թե երկողները տեղեկավարներ իմ պատմածս 2023-ին է որ դեղի կունենա ուրեմն նույն ամրան ընթացքին հայրենյաց թե փուշը եւ թե քաղցրահամ բդուղը ջաշակելու արիտ ունեցա ճիշտ ինչպես որ մտավորական ասենք իմ պանասիրական հայագիտական աստվածապանական աշխարհակներուս մասին խոսելու արիթ ունեցանք դակավին բայց անոնքալ կարևոր են ինձ համար եւ այդ առնչությամբ թե փուշը ջաշակածեմ թե քաղցրահամ բդուղը համապատասխանաբար Մաշտոցյան մադենատարան ինձ դդիդուդի հետ շոպումներովս որ ինձի մերժվեցան ուզած ցերակիրներուս նկարները կամ հսկայական կումարներ բանջվեցան կամ նույնիսկ վճարելնետ յետ կսեն որ տրամադունը տրամին մեկ մասը սագը արավ ուրեմն ցեզի բագասավոր էջեր գածենք որբեսի չգարենակ ծեր կորձնել չեմ գրած բայց ուրեմն ես այն աստիճան զայրացած էի դարիներ առաջ որ գրեթե ուխտած էի այլևս Կովգասյան հողին վրա ոտք չգողել բայց հաջորդ օրը բարեփոխություն ունեցա ասկային կրատարան երթալ ուր լիովին դարբեր մտնոլորտ մգդիրեր եւ ուր բոլոր խնդրանքներուս ամենայն հաջողակատարությամբ ընտրաճած են իրենց բոլոր հազվագյուտ հին դեպակրությունները թվայնացուցած բայց ոչ թե միայն իրենց մարդոց օգտագործման համար որ չլա թե դրսից մեկը օգտվի եւ կամ հսկայական կումարներ բանջերով եւ այդիգա եկամուտի աղբյուր համարելով այլ լիովին գամավորապար այդ բոլոր նկարները զեդեղած են որ ոչ միայն գարնակ արցանց տղտադել այլև գարենակ ծեր համագարկիչին վրա իջեցնել ներբերնել որովհետև եթե Չեխիո մեկ քյուրին մեջ անդարը հյուրագիմը մեջ կուզեք աշխատիլ մեգուսացած ուր միջացանցի նշան չկա ինտերնետի սիգնալ չկա գարենակ եւ նույնիսկ իրենց ղեկավարը որ հանադեն դոկտոր Դիկրան Զարգարյանն էր հիանալի անձնավորությունը ինձի սա որ եթե բամը բադահի որ դուք պետք ունենաք ծեր կորձին համար մենք թեև գճանանք կարկավ թվայնացնել եւ մեր գայքեչին վրա դնել բայց եթե դուք բամը պետք ունենաք ինձ ամիջապես email մը գրեցեք եւ մենք հոժարենք մեր այդ կարգը խախտելու եւ նախաբադվություն ընձայելու ծեր պետք ունեցած ընելու ես կարծեցի որ Մարտա Հայաստանցի արի քաղաքավարություն ամեն բան գսե բայց առանց անգերձությամբ մտածելու բայց այդպես չէր Մարտա անգերձ էր եւ լրջորեն եւ բադահեցավ եւ ես խնդրեցի եւ այդպես ալ ըրավ ուրեմն այսիգա ինչ տասորվեցուց ինձի որ պետք չէ ընդհանրայնացնել եւ պետք չէ մեկ կամ երկու ժխտական փորձառությանց հիման վրա ամբողջ հաստատությունը կամ ամբողջ երկիրը դադարել այլ գիտնալ թե ինչպես ուրիշ երկիրներ հոն եւս գա թե լավը թե քեշը սա երկու դարբերություններով որ թե լավը եւ թե քեշը իրենց մանրամասն դրսևորմանց մեջ յուրաքանչյուր վայր գդարբերին լավին լավությունը դարբեր ձևով գփայլի մեկտեղ բախտատմամբ ուրիշ միջավայր եւ քեշինալ քեշությունը դարբեր ձևերով գմանավորվի մեկտեղը բախտատմամբ մյուս տեղին Լավն ուտիջան մեր ժամանակը բավական սպարեցավ եւ բիդի ուզեմ որ մեր հայտակիրը փակենք լսելով ծեր խորհուրդը երդասարտներուն որոնք փնդրտուքի մեջ են իրենց հոգեվոր կամ ստեղծագործական ուղին գտնելու մեջ այս հարցումով պիտի ուզենք փակել մեր այսօրվան հայտակիրը պիտի լսենք ձեզի ծեր այս խորհուրդը Դիգին շողիկ իմուսիս վրա սարսափելի պերմը ինձի շալգել գպորցեք ես ով եմ որ երդասարտներուն խորհուրդ տալու հավակնություն ունենամ ես նույնիսկ ի վիճակի չեմ ասելու որ իմ կործած սխալներս մի կործեք
որովհետև չեմ գիտեր թե ինչ են իմ կործած սխալներս, նույնիսկ ադիգա ասելու ի վիճակի չեմ, ես միայն կրնամ ասել, որ յուրաքանչյուր հանգրվանին իմ հասկացողությանս համեմատ, խելքիս հասածին համեմատ չանացի լավակույն ընդրությունները ընել եւ պիտի ասեք թե ասիկա շատ ցավալի է այս մարդը իր կյանքեն փամը չէ սրված, որովհետեւ համար մեկը լալուս պիտի ասեմ որ նույն հանգրվանները եթե դարձյալ արջևս լային հավանաբար ճիշտ նույն ընդրությունները դարձյալ ընեի այդ պիսով վերարտադրելով թե ճիշտ որոշումներս եւ թե անդրագույս սխալ որոշումներս ուրեմն որը ճիշտ էր որը սխալ էր ադիգա անգամ չեմ գտնար ասել Եթե կան ընդհանրություններ, որոնք մեծ, այսպես, զգուշավոր ցևով պիտի հանցկնությունը ունենայի ասելու, թեև ինչպես որ շեշտեմ դարձել հավակնություն չունիմ ովև մեկուն ասելու, թե ինչ պետք է նե իր կյանքը ինչպես պետք է ապրի ամեն մարդ ըստ իր դատողության անշուշտ եւ իր ասենք արժե համագարկին համեմատ, բայց պիտի ասեի որ հույս չգտրել Այո որովհետև անսպասելի ժամանակներուն հանգարց դռներ կբացվին արիտներ կստեղծվին թեև շատ կարևոր է եւ ադիգա գաբունի հույս չգտրելուն հետ շատ կարևոր է միշտ պատրաստ վիճակի մեջ լալ Այո անշուշտ շատ դժվար է շարունակել աշխատել երբ այն դպավորություն ունի որ թրագան հերանագարմը չգա եւ ծեր ըրածը իզուր է եւ բարաբի պիտի երթա Բայց պիտի ասեի, որ սովորաբար հետո հայտնի գլա թե բարաբի չկնած այլ պատճառը գար։ Գսվի թե Մաո Ցեդունգին հարցուցեր են թե ֆրանսական հեղափոխությունը լավ բան էր թե ոչ եւ մարդնալ բարասխաները որ դակավին շատ կանուխ է։ Դիգատադել գարենալու համար երևակայեցեք, բայց վստահություն ունենալ նախախնամության, որ նույնիսկ եթե որոշ բաներ բադային, որոնք մեզի համար հիաստապեցուցիչ կրնան լալ կամ ցավալի կրնան թվիլ նախախնամության ծրագիրը շատ ավելի երկարաշունչ հորիզոնի վրա գտնվի եւ կարեւոր է որ մարդ յուրաքանչյուր արարք որ կգադարի յուրաքանչյուր քիրք կամ նվագակրություն որ գուսումնասիր է անգախ անգե եթե այդ գործը պիտի ղեկավարի եւ գադարի կամ ոչ Ցևովը ինքը ինքսինքը մշակած գլա եւ իբրև մարդ արարածներ մարդիկ մենք աստուծո նմանությամբ ստեղծված ենք եւ հոգեշունչ ստեղծագործություն ընթերցանությունը ստեղծագործությունը ուսուցումը ինքնաուսուցումը ինչպես նաեւ այլոց չամպելը որոշ բաներ են, որոնք մեզի փոքրիկ կայլովը կուծե գմոդեցնեն այդ անաղարդ նգարին եւ նմանության։ Այո։ Եվ ադիգա երբեք պետք չէ մոռնալ։ Ինձի համար շատ օգտակար գտնված են զանազան անհատներ, որոնք այսպես լույս արձակող Պարոսներուն ման անձնավորություններ եղած են Զորոնակ Զարե Սրբազանի եւ կամ ուրիշներ ինձի համար շատ օգտակար գտնված է յանքի զանազան ժամանակներու ընթացքին Սուրբ Գրիգոր Նարեգացվո Մադյան ողբերգությանը Սուրբ Դիոնիսիոս Արիսպակացվո վերակրված գրությունները որոնք հավանաբար ավելի ուշ գրված են Սուրբ Գրիգոր Նյուսացվո աստվածաբանական երգերը 11 խոշոր հադորներով ունիմ հին հունարեն թեև քիչ մձույլ լալով եւ հին հունարենից ժանկոդած լալուն պատճառով աչքս ոստում գադարե տիմացի էչին արտի հունարեն թարգմանության հետո դարձյալ հին հունարենին եւ այլն Ուրեմն գահանցնարարեմ հին լեզուներու ուսումնասիրությունը որբեսի այսպիսի բաներ բնակիրներուն թիմելով գարենան կարտալ եւ ըմբոշխնել Առաջնորդվել հոգեբարար բաներ են ասոնք այո եւ մեծապես հոգեվոր մխիթարություն եւ սպոփանք բաճարող եւ ասոնցմե ալավելի մեր ժամերկությունները եւ արարողությունները Ուրեմն ուր որալ գտնվի կացեք եւ ծեր դեղվույն
վարդապետին կան քահանային գլուխը արտուգեցեք ինչպես կսեն եւ բանջեցեք որ առանց կրճատմանց ժամերկություններ գդարվին եւ այդ ժամերկությանց կացեք մասնակցեցեք սաղմոսները երկեցեք արդասանեցեք շարականները սորվեցեք եւ այլն միջացանցի վրա շատ նյութեր կան Այո։ հիմա ավելի քան ովևէ ադեն անցյալին զորնակոմիդասի ժամանակը եթե ներկա միջացանցի այս հարմարություններ եւ դյուրությունները առավելություն ունին անե որ բզդիկ աղյուսակ ունիմ հոս եւ անոր վրա ահակի նոտաներ ունիմ եւ հադորներ ունիմ այդ սկաները նկարները ամբարված եւ միշտ կրնամ անոնցնայիլ օկտվիլ հոս ժամերկություններուն ես սովորաբար համբարձի շարականները դնդեսյանի շարակնոց են գերքեմ երբեմն նույնիսկ վենեդիգի մխիթարյան սրբոցարց ավանդական զանր զարտարուն եղանակները գերքեմ այս բոլորը մեր հարստությունն են եւ մեր պոլիտյան իմաստ կուդան Եվ դեր մեզի հաջույք եւ հույս կներշնչեն կներարգեն եւ այս բոլոր բաներուն հետ պետք է հաղորդ լալ որովհետեւ հարստություն մնե որուն մեծավ մասամբ շատերը անդեղյակ են Այո։ միջտեր ասոնք մեզի կպատկանին եւ պետք է վերագենտանացնել եւ զանոնք վայելել եւ ըմպոշխնել եւ արդոնել որ մեր հոգիները ազնվացնեն եւ մեր կյանքերուն իմաստը հարստացնեն որով հուսալքման մատնվելու վտանգը մեծապես կնվազի Այո։ Լավ, Բարոն Իջիջան, մենք իսկապես շատ շնորհակալ ենք։ Իսկապես Խնդրեմ, ես էլ շնորհակալ եմ։ շատ հարուստ է ձեր գիտությունը եւ ձեր ծառայության դաշտը շատ մեծ է, շատ Շատ լայն է։ ազնիվ եք, շատ ազնիվ եք։ Մեզի համար իսկապես որ այս ժամը շատ քիչ է որ կարենանք այսքան շատ նյութերու մասին խոսել։ Եթե պապակիկ ես օժան եմ շարունակել, բայց դու ծեր ունգընտիրներուն հանդեպ պետք է պապկանագատ գտնվի, հավանաբար մարդիկը քիչ մոն ընտրել եթե կբիդի ուզեն ուրիշ սպաղումներու ալ Այո, որովհետև մեր հայդակրի դրամատրված ժամանակը արդեն իր ավարտին հասավ, իսկապես շատ շնորհակալ ենք այս հարուստ ձեր ունեցած գիտության համար, որ շատ սիրահոժար աշխատեցիք մեր ունգընտիրներուն, եւ մենք դարձյալ հուսանք այլ առիթներով եւ այլ հայդակիրներով դարձյալ կրնանք միասին զրույց ունենալ եւ ամբողջացնել այդ ինչ բան, որ այսօր չգրցանք խոսել։ Ամենայն Շնորհակալություն դարձյալ։ Խնդրեմ։ Անկելի ունգընտիրներ, այսպիսով կփակենք հետաքրքրական մեր հանդիպումը։ Հիշեցնենք, որ թիմանագար հայդակիրը այսօր հյուրընկալեց նվագավար, երգչախմբավար, երաժշտակետ, բարեշնորհ Հայկ Սարգսակ Ուտիջյանը։ Շնորհակալություն ցայնի հաղորդավարներուն, ինչպես նաև շնորհակալություն ցերուն կընտրության։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա չորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։